Ես Էրիկ Հակոբյանն եմ Civilnet-ից եւ այսօր տխուր առիթ է լրանում է Ռուբեն Վարդանյանին գերեվարելու եւ պատանդարության մեջ պահելու երկրորդ տարելիցը։ Մենք հյուրընկալել ենք Դավիթ Վարդանյանին, Ռուբենի որդուն։ Դավիթ, շնորհակալություն այսօր մեզ միանալու համար։ Շնորհակալություն Էրիկ այս հարթակում խոսելու հնարավորության համար։ Նախևառաջ ցանկանում եմ շատ անձնական հարց տալ։ Ինչ տեղեկություններ ունեք ձեր հոր մասին հիմա, նրա վիճակի, բանտարկության պայմանների, երբ եք վերջին անգամ կապ հաստատել նրա հետ։ Շնորհակալություն Էրիկ, որ ժամանակ եք տրամադրում մեր ընտանիքի համար այս դժվար պահին ինձ հետ խոսելու համար։ Ինչ վերաբերում է հորս պահման պայմաններին, ցավոք այս 2 տարվա ընթացքում շատ քիչ տեղեկություններ են ստացվել նրա պահման պայմանների մասին։ Հատկապես հիմա, երբ Կարմիր խաչն այլևս չի աշխատում Ադրբեջանում, որովհետև դրանից առաջ նրա հետ կապվելու միայն 2 ճանապարհ ունեինք՝ խստիվ վերահսկվող 2 րոպեանոց հեռախոսազանգեր եւ Կարմիր խաչի միջոցով կապը։ Այս երկրորդն արդեն չկա։ Այնինչ գիտենք, հայրս իր բանտախցում մենակ է։ Նրա առողջական վիճակի մասին ստույգ ոչինչ չգիտենք։ Ըստ նրա ինքը լավ է եւ մեզ հորդորում է չանհանգստանալ, բայց հասկանում ենք, որ նա դա կասեր ցանկացած պարագայում։ Կարծում եմ, նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր եւ մյուս 22 քրիստոնյա հայ գերիների ձերբակալության պատճառները։ Դուք խոսեցիք Կարմիր խաչի մասին, որը շատերն այս մասին չգիտեն, պաշտոնապես լքել է Ադրբեջանը այդ երկրի պահանջով։ Դրա հետևանքով ըստ էության կտրվել է ձեր կապը նրա հետ։ Բացասական արձագանք է եղել աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գրեթե բոլոր կազմակերպություններից։ Ինչպես է սա ազդել ձեր հոր հետ հաղորդակցության վրա։ Կարմիր խաչն արդյոք միակ հուսալի երրորդ կողմն էր, որ տեղեկություններ էր տրամադրում Բաքվում պահվող գերիների վիճակի մասին, թե կան այլ մեխանիզմներ։ Եվ կա որևէ հնարավորություն, այլ դերակատարներ, որոնք Բաքվում են, գուցե արտասահմանյան դեսպանատներ, որոնք կարող են ստանձնել այս պատասխանատվությունը։ Կասեք, որքան կարևոր էր Կարմիր խաչի դուրս գալը Բաքվից, որևէ այլ կառույց կարող է լրացնել դրա տեղը։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Շատերը, այդ թվում ես, նախքան գերի հարազատ ունենալը չենք գիտակցել, թե որքան կարևոր է Կարմիր խաչն ամբողջ աշխարհում, ոչ միայն Ադրբեջանում կամ Հայաստանում, այլև հակամարտող բազմաթիվ այլ գոտիներում։ Կարմիր խաչը կատարում էր 2 շատ կարևոր գործ։ Նախ դա միակ անկախ կառույցն է, որը կարող էր վերահսկել գերիների առողջությունն ու պայմանները։ Թեև նրանք չեն կարող ազդեցություն ունենալ բանտարկյալների պահման պայմանների վրա, նրանք կարող էին հավաստի տեղեկություններ հաղորդել ընտանիքներին, ինչը չափազանց կարևոր է մեզ համար։ Որովհետև անորոշությունն է, որ մարդուն խենթացնում է, հատկապես երկարատև ժամանակահատվածում։ Երկրորդ, Կարմիր խաչի օգնությամբ մենք կարող ենք հաղորդագրություններ տեսագրել մեր հոր համար, որոնք 2 րոպե տևողությամբ էին, եւ նա նույնպես կարող էր մեզ տեսահաղորդագրություններ ուղարկել։ Այսինքն գոնե տեսողական կապ ունենք նրա հետ, թեև որոշ ժամանակ էր պահանջվում, որ այդ տեսանյութերը մեզ հասնեն, ամեն դեպքում այժմ այդ հնարավորությունը եւս ամբողջությամբ կորցրել ենք։ Այսօր միակ հնարավորությունը կալանավերից կազմակերպվող հեռախոսազանգերն են, որոնք ինքներդ եք հասկանում խիստ վերահսկվում են։ Օրինակ, նա 3 փորձեց ինձ զանգել 3 անգամ, բայց չկարողացավ կապ հաստատել, թեև հեռախոսս միացված էր։ Բարեբախտաբար կարողացավ կապվել մորս ու քրոջս հետ, բայց տեսնում եք այս հեռախոսազանգերի հուսալիությունը։ Մենք չգիտենք, երբ զանգ կգա, կմիանա թե ոչ։ Նաև կա նամակ փոխանցելու հնարավորությունը, որն էլ ավելի անհուսալի է, ավելի շատ քան հեռախոսազանգը, որովհետև նամակների մեծ մասը ճանապարհին կորում է կամ տեղ չի հասնում։ Ինձ համար ակնհայտ է ու ահավոր է ընդունել այն փաստը, որ այս բոլոր տարիների գործունեությունից հետո Բաքուն Կարմիր խաչից պահանջեց հեռանալ հենց այն ժամանակ, երբ նրա ներկայությունն ամենապահանջվածն էր։ Դա լավ բանի մասին չի խոսում։ Նրանք ակնհայտորեն պատրաստ չեն անել որևէ դրական քայլ եւ չեն ուզում, որ իրենց ապօրինությունները, ինչպիսիք գործել են անցած 2 տարում, որևէ մեկը տեսնի։ Ինչպես գիտեք, անցած ամիս տեղի ունեցավ այսպես կոչված խաղաղության օրակարգի շուրջ հանդիպումը, կամ ինչպես ուզում եք դա անվանեք, որի ժամանակ ոչ թե ստորագրվեց, այլ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը։ Ցավոք այդ փաստաթղթում ոչինչ չկար Բաքվում պահվող 23 գերիների ազատման մասին։ Ձեր ընտանիքն ինչպես ընդունեց այդ լուրը, ինչպիսին էր ձեր արձագանքը։ Եթե թույլ տաք, կցանկանայի արագ անդրադառնալ ձեր նախորդ հարցին Կարմիր խաչին փոխարինող այլ կառույցների մասին։ Դա վերաբերում է նաև խաղաղության օրակարգի հարցին։ Իրականում արտասահմանյան դեսպանատները կարող են հետևել դատավարություններին եւ միանշանակ ունեն դատին որպես անկախ դիտորդ ինչ որ մեկի ներկայությունը պահանջելու իրավունք, հաշվի առնելով, որ Բաքվում պահվող բոլոր հայ գերիների դատալսումները համարվում են դռնբաց։
Մենք դիմել ենք այս դեսպանատներից շատերին, բայց ցավոք ոչ մի պատասխան չենք ստացել։ Հիասթափությունը մի շարք միջազգային մարմիններից եւ այսպես կոչված գլոբալ խաղաղության օրակարգում ներգրաված հիմնական երկրներից իսկապես զգալի է բազմաթիվ մարդկանց համար։ Այս առումով կարող եմ տալ մի պատասխան, որը գուցե այն չի լինի, ինչ շատերը կակնկալեն լսել։ Մեծ ուշադրությամբ եք հետևում, թե ինչ են փորձում անել նախագահ Թրամփն ու նրա թիմը։ Թեև իհարկե հնարավոր չէ խոսել երկրաժամկետ խաղաղության մասին, երբ մի երկիր պահում է գերիներ մյուս երկրից։ Կարծում եմ բոլորը հասկանում են դա, ու թեև այն, ինչ ասվեց հրապարակայնորեն եւ ինչը բացակայում էր փաստաթղթերում, ակնհայտորեն անընդունելի էր հայկական աշխարհի համար, ինչը շատ տեսանելի էր սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում եւ հանրային արձագանքում, որի պատճառով էլ մի քանի օր անց տեսանք երկրորդ տեսանյութը, որտեղ նախագահ Թրամփը բարձրացնում էր 23 գերիների հարցը եւ ասում, որ կզբաղվի դրանով։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ ի տարբերություն միջազգային բոլոր այլ հիմնական դերակատարների, Թրամփի թիմը շատ ավելի պատրաստակամ է, լսում է ու իսկապես ակտիվ է, փորձելով լուծել 23 հայ գերիների հարցը։ Ես ողջ հայության կառավարությունից մինչև հանրություն ուշադրություն եմ հրավիրում Թրամփի խոսքերին։ ՄԱԿ-ում Թրամփը հստակ նշեց, որ քրիստոնյաներն աշխարհում ամենահալածվող կրոնական համայնքն են, եւ նա պայքարելու է դրա համար։ Այն, ինչ Վաշինգտոնում հրապարակայնորեն ասվեց այս օգոստոսին, անշուշտ բավարար չէր, թե մեզ, թե կարծում եմ ողջ հանրության համար։ Մենք չենք կարող հասնել իրական խաղաղության առանց քրիստոնյաների ազատման։ Միևնույն ժամանակ, բավական ուշագրավ է այն, ինչ արվում է հետնաբեմում, եւ կարծում եմ պետք է ավելին անենք այս օրակարգն առաջ մղելու համար։ Հատկապես ԱՄՆ-ում, որը միակ երկիրն է, որը կարող է իսկապես ազդել Ադրբեջանի վրա, դրդելով դրսևորել բարի կամք։ Միանշանակ համաձայն եմ։ Կարծում եմ, եթե գերիներին ազատվեն, եւ վստահ եմ, որ մի օր նրանք կազատվեն, այս վարչակազմը կարող է առանցքային դեր կատարել այդ գործում։ Վերջին ամիսներին տեսել ենք, որ նրանք կարող են ստիպել Բաքվին ասել այո, երբ Բաքուն ուզում է ասել ոչ։ Այս առումով կարող եմ նաեւ ասել, թեև սա դուք եւս կարող եք նշել, որ որքան գիտեմ, կամ կարող եմ ասել իմ տեսածն ու լսածը հաշվի առնելով, Թրամփի վարչակազմը այս հարցին ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան ցավոք մեր սեփական կառավարությունը։ Մենք առ այսօր ունենք իսկապես մի անարդար իրավիճակ, որտեղ ձեր ընտանիքը եւ մյուս գերիների ընտանիքներն ըստ էության կռվում են նավթապետության հետ։ Չեք կարծում, որ եկել է շատ ավելի լայն հանրային արշավի ժամանակը, այս հարցը ոչ միայն հայկական, այլև միջազգային հարց դարձնելու համար գերիներին ազատելու նպատակով։ Վերջերս պարոն Մայքլ Ռուբինը American Enterprise Institute-ից ասել էր, որ հայերը պետք է Ռուբեն Վարդանյանին դարձնեն աշխարհի ամենահայտնի մարդը։ Իհարկե Ռուբենը միակը չէ, բայց նա հավանաբար ամենահայտնի գերինը։ Չեք կարծում, որ եկել է ժամանակը, որ մենք, որպես հավաքական ազգ, սկսենք, եւ ոչ միայն հայերը, այլև բարի կամք ունեցող բոլոր մարդիկ, սկսեն արշավ այս հարցը հանրային խնդիր դարձնելու համար Բաքվի ռեժիմին ստիպելով ազատել գերիներին, որոնց այս ամբողջ ընթացքում ապօրինաբար պահում են։ Միանշանակ, չեմ ուզում խոսել հայերին որևէ շարժման մեջ միավորելու պատմության մասին, քանի որ անկախ թեմայից մեզ միավորելու հարցը միշտ էլ բարդ է եղել, բայց այս ամբողջ պատմությունը հստակ նախազգուշական ազդանշան է։ Ինչպես նշել եմ իմ վերջին հարցազրույցներից մեկում, ադրբեջանական մեդիայի միջոցով գերիների հարցի ցուցադրական բարձրացումը բոլոր հայերին ցույց է տալիս, որ մեզնից ոչ ոք ամբողջ աշխարհում ապահով չէ։ Եթե սա մեզ չմիավորի եւ չստիպի գործել ու հասկանալ, որ եթե այսօրվա գերիները մոռացվեն կամ չվերադարձվեն, ապա Ադրբեջանի համար դա կդառնա աշխարհում ցանկացած հայի դեմ անպատիժ գործելու նախադեպ, ճիշտ ինչպես սեփական քաղաքացիների դեմ Փարիզում, Լոնդոնում, ԱՄՆ-ում։ Կարող եք կարդալ New York Times-ի, Figaro-ի եւ այլ լրատվամիջոցների հրապարակումներ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանի անպաշտպանությունը չի սահմանափակվում միայն իր երկրի տարածքում։ Կարծում եմ, որ միավորվելու համար հիմա շատ կարևոր ժամանակներ են։ Եվ մենք ունենք այդ բացառիկ հնարավորությունը, աշխարհի ամենամիջազգային սփյուռքը, աշխարհի ամենաառանցքային ու կարևոր երկրներում, որոնց անունները չեմ տա, բոլորն էլ գիտեն։ Բացի այդ, իմ նշած այն գործոնները, որոնք կարևոր են միջազգային ամենաառանցքային դերակատարների համար, մեր հայերից ձեռքում են։ Մենք ունենք իսկապես կարևոր IT եւ տեխնոլոգիական նորարարություններ։ Մենք աշխարհում ամենահին քրիստոնյա երկիրն ենք եւ մենք ժողովրդավարություն ենք, ինչը եզակի համակցություն է մեր տարածաշրջանի համար։ Այնպես որ մենք ունենք բոլոր գործիքները եւ հարցն այն է, կարող ենք համախմբվել, մի կողմ դնել մեր տարբերությունները եւ միավորվել ոչ միայն գերիներին տուն բերելու, այլև ճշմարիտ, այլ ոչ թե թղթի վրա գրված խաղաղություն ապահովելու համար։ Thank you for that answer. I think
Շնորհակալություն այս պատասխանի համար։ Ինձ մոտ ծագում է մի հարց, որին բախվում ենք որպես լրատվամիջոց։ Իրավական գործընթացը, որի միջով անցնում է ձեր հայրը եւ մյուս գերիները, լիովին ապօրինի է, սկզբից մինչեւ վերջ։ Դա ֆարս է, կեղծ դատավարություն։ Չեք կարծում, որ գուցե ավելի ճիշտ լինի, որ մենք, լրատվամիջոցները, դադարենք լուսաբանել այդ դատերը, որպեսզի դրանց որևէ ձևով լեգիտիմություն չհաղորդենք, այդ ամենն անվանելով դատական գործ։ Ըստ էության ձեր հոր եւ մյուս 22 հոգու դեմ ներկայացված մեղադրանքները միմիայն հայ լինելու համար են։ Դա է նրանց մեղադրանքը։ Հանցագործություններ չկան։ Այսպիսով, ինչ խորհուրդ կտայիք։ Պետք է լուսաբանենք դատական այդ գործընթացները, թե պարզապես խոսենք միայն այն փաստի մասին, որ այս մարդիկ գերի են։ Հետաքրքիր է, թե ինչպես է այսօր մեդիայում լուսաբանումը լեգիտիմացնում այնպիսի երևույթներ, որոնք հակառակ դեպքում մենք պարզապես կանտեսեինք։ Հայկական լսարանի համար շատ չեմ մանրամասնի, բայց միջազգային լսարանի համար կասեմ, որ մարդիկ ճիշտ չեն հասկանում, թե ինչ է Ադրբեջանը 2025 թվականի դրությամբ։ Դա երկիր է, որը համարվում է ավելի անազատ, քան Իրանը, քան Վենեսուելան կամ Կուբան, ըստ Freedom House-ի։ Այս գնահատականը հայկական կազմակերպություններինը չէ, սա միջազգային կազմակերպության տվյալ է։ Այսպիսով, այնտեղ ընթացող դատական ցանկացած գործ ամենայն հավանականությամբ ունի քաղաքական շարժառիթ։ Դրան գումարվում է նաև հայերի հարցը եւ հայերի նկատմամբ ատելությունը, որի մասին շատ մանրամասնելու կարիք չկա։ Կարծում եմ, իրավիճակին ծանոթ բոլոր մարդիկ հասկանում են, որ սա իրական դատական համակարգ չէ։ Նույնիսկ ադրբեջանական օրենքով, ոչ թե միջազգային օրենքներով, նույնիսկ ադրբեջանականով եղել են անհամար երևույթներ, որոնք կատարվել են իրենց սեփական քրեական արդարադատության համակարգի դեմ։ Ինչ վերաբերում է լուսաբանմանը, կարծում եմ կարևոր է տեղեկացվածությունը ապահովելը, հասկանալու համար, որ այս գերիները չեն պահվում 5 աստղանի հյուրանոցում։ Նրանցից ոմանք խոշտանգվել են, ինչպես գիտեք, ներառյալ հայրս, անցած տարի նրա հացադուլի ժամանակ, որի համար մենք արդեն դիմել ենք ՄԱԿ-ին։ Շատ սարսափելի բաներ են արվել նրանց հետ վերջին 2 տարիներին, եւ սա պետք է ընդգծվի լուրերում։ Դատաքննությանը լեգիտիմություն հաղորդելու մասով։ Կարծում եմ շատերը հասկանում են այդ խնդիրը։ Լուսաբանման մասով, իհարկե, ավելի լավ կլինի, որ ամեն անգամ այդ մասին խոսելիս մի փոքր ավելի կարևորել, թե այդ դատական լսումները ինչ են խորհրդանշում։ Բայց կարծում եմ, տեղեկատվությունն այսօր շատ կարևոր է, հատկապես միջազգային այն արշավի մեջ, որը մենք իրականացնում ենք։ Դավիթ, սա տխուր օր է, բայց ուզում եմ 2 բան ասել։ Ով հետևել է հայկական իրադարձություններին կամ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային արշավներին, միշտ երախտապարտ կմնա ձեր հորը եւ ձեր ընտանիքին ձեր գործունեության համար։ Ուզում եմ իմանաք, որ դուք եւ ձեր ընտանիքը միշտ մեր մտքերում եք եւ բազմաթիվ մարդկանց աղոթքներում։ Շնորհակալություն այսօր մեզ միանալու համար։ Շնորհակալություն Էրիկ, մեր աշխատանքը շարունակվում է։ Շնորհակալություն Civilnet-ին միանալու համար։